Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իմունիտետի տաղավարում դերասանուհի Միլենա Ավանեսյանն է։ Բարի օր, Մեդիահաբի եթերում իմունիտետն է։ Ես ինչպես միշտ Ռոզի Ավետիսովաս։ Իմ տաղավարում է այսօր դերասանուհի Միլենա Ավանեսյանը։ Միլենա, ողջույն։ Ողջույն, Ռոզի։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ հրավիրեցիր։ Սկսենք Արտավազդ մրցանակաբաշխությունից, որը մի քանի օրից է լինելու արդեն։ Դու նոմինացված ես որպես տարվա լավագույն դերասանուհի։ Սա քո առաջին նոմինացիան է որպես լավագույն դերասանուհի։ Նոմինացված եմ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։ Ահա։ Ուդեպս այն վերջի տարին է, 30 տարեկանում կարծեմ վերջինն է, չէ, որ նոմինացվում են։ Չէ, ելի եմ նոմինացվել, կարծեմ 2 անգամ, ելի որպես երիտասարդ դերասանուհի, ուսանողական տարիներին կարծեմ։ Եվ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի եւ երկուսն էլ չեմ ստացել։ Բայց հույս կա, չէ, որ ես մեկը գոնե։ Դե իհարկե հաճելի կլինի, որ ստանամ բնականաբար, չեմ կարող ասուտ ասեմ, որ ինձ մեկ է, բայց տեսնենք, չգիտեմ։ Իսկ քո կարծիքով ամեն դեպքում արդար է արվում մրցանակներ հանձնելու ընտրությունը։ Կստեմ երևի, որ ասեմ, որ full արդար է արվում, բնականաբար բոլորս էլ գիտենք, այո, որ ինչ որ կողմնապահություններ լինում են, բայց կարծում եմ նաև եղել են նոմինանտներ, ովքեր որ շատ արդար են ստացել։ Ինձ թվում է ամեն տարի տենց մի քանի հոգի ընտրում են արդար, ում կարելի է տալ։ Ու մի քանի հոգի ոչ արդար, պարտադիր ամեն տարի։ Հա, որ տենց հավասարությունը պատմում։ Դու սովորական հրաշք ներկայացման քո հերոսուհու դերով ես ներկայացված։ Ինչ ես կարծում, սա քո իսկապես ամենամրցունակ դերն է, ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև կոմերցիոն թատրոնում, տանիքում դու ունես մեկ այլ կերպար, որ կարծում եմ դերի առումով շատ ավելի մեծ բան ես այնտեղ անում, հա, լրակյաց հիվանդում, քան այստեղ երկու ներկայացումն էլ ես դիտել եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է իհարկե, եթե ընտրելու լինեին դու օրինակ, որը կհամանեիր ավելի մրցունակ։ Եթե շատ անկեղծ լինեմ, նայ, երկու դերերն էլ իրանք իրարից շատ տարբեր են։ Սովորական հրաշքում այդ դերը շատ ավելի մոտիկ է ինձ, իմ խարակտերին, շատ ավելի փափուկ, եթերային, լրակյաց հիվանդում ինձ շատ ավելի բարդ էր այդ կերպար այդ աշխատել։ Եվ հետո սովորական հրաշքում մի քիչ խաղարկային առումով շատ ավելի թեթև, չգիտեմ ոնց բացատրեմ, բայց լրակյաց հիվանդում շատ ավելի ծանր էմոցիոնալ խաղալու տեղեր կան, որոնք որ ինձ շատ բարդ են տրվել ու շատ տարբեր, այսինքն մի տեսարանը մյուս տեսարանից, այնտեղ մենք ֆլեշբեքեր ունենք, դու նայել ես կիմանաս, մի տեսարանը մյուս տեսարանից այնքան տարբեր է, ու իմ կերպարը մի խարակտեր չունի, այս աղջիկը շատ տարբեր բաներ է խաղում ու ինձ շատ դժվար էր հասկանալ ի սկզբանե, ես դա ոնց պիտի անեմ։ Մենք ռեժիսորի հետ, Աննայի հետ այնքան ենք խոսակցություններ ունեցել, որ ու իդեպ ես մինչև հիմա էլ լրակյաց հիվանդը խաղալուց հասկանում եմ, որ մի տարի անց ես էլ ինչ-որ նոր բաներ եմ գտնում իմ տեսարաններում, առանց Աննայի ասելու անում եմ, որտեվ Աննան թողել է մեզ տենց մի քիչ չարություններ անել, առանց Աննայի ասելու անում եմ, հետո ասում ան տեսար, սենց բան էի գտել, ասում հա շատ կայֆ էր, կամ ասում չէ, օրինակ մի արա այլ տենց։ Այդ դերը տենց մի քիչ բարդ է իմ համար։ Սովորական հրաշքում ես շատ սիրում եմ այդ դերը, ինձ շատ կոմֆորտ է այդ դերը։ Եվ ես կարծում եմ ինքն էլ է արժանի լինելու, մրցելու այս տարի, հա։ Լրակյաց հիվանդով մենք անցած տարի ունեցել ենք առաջարկ Արտավազդին մասնակցելու, բայց տանիքը կարծեմ չի մասնակցում Արտավազդին, բայց ես ունեցել եմ առաջարկ, որովհետև հենց իմ դերի հետ կապված ասում էին, որ ափսոս է, որ այս դերը ուղղակի անցնի գնա, պետք է նոմինացնել, բայց չեմ կարծում, որ անցել գնացել է եւ Արտավազդը այդքան էլ էական չի, կարծում եմ։ Իսկ այն դերասանուհիները, որոնք քեզ հետ մրցում են, դու նայել ես նրանց բոլոր ներկայացումները կամ գիտես ովքեր են քեզ հետ մրցում, հնարավորություններդ քո ինչպիսին են այս դեպքում։ Ես գիտեմ, որ այս տարի 4 մասնակից կա այդ նոմինացիայի վրա։ Նայել եմ մեկ ներկայացում Լակոտը համազգային թատրոնում Միլենա Ղազարյան, կարծեմ, Ղազարյանի մասնակցությամբ եւ հավանել եմ շատ, մնացած երկու ներկայացումները չեմ նայել եւ անկեղծ շատ եմ հավանել, եթե Միլենային էլ տան, ես շատ ուրախ եմ լինելու, մնացած երկու աղջիկներին էլ չեմ նայել, ճիշտն ասած։ Իսկ ինչ են առհասարակ մրցանակները դերասանների համար։ Ինձ թվում է ինչ որ գնահատական է, որ ոնց ենք մենք խաղում վերջացնում, ասենք վերջում այդ ծափերը, որ մեզ ծափարում են, մեզ թվում է մեր ամենասիրելի մասն է, ինչքան էլ այդ պահին սենց
չգիտեմ ինչ որ էմոցիաներ ես զգում, մեկ լավ, մեկ վատ, որ օրինակ այդ օրը լավ չես խաղացել, բայց ինչ որ վատ է չէ գալիս պակլոնի։ Բայց ինձ թվում է այդ ծափերը օրինակ ոնց են, որ ինչ որ քեզ լիցքավորում են հաջորդ ներկայացման համար։ Մոտիվացիա են դառնում ստեղծագործելու համար, որովհետև հայ դերասանը երեխա է, որը ծափերը ուզում է մեկ է, ինչքան է ասի չէ։ Նույնիսկ այդ մրցանակը, որը որ իրականում արտավազ ստանալուց ոչ մի բան չի փոխվում հայ դերասանի կյանքում։ Իսկապես թատերական մասայից դուրս դրա մասին ոչ մեկ չի իմանում։ Քեզ մի երկու հոգի կշնորհավորի, կուրախանան քո համար կամ չեն ուրախանա, դու էլ մի քանի օր ուրախ կլինես, որովհետև քեզ գնահատել են։ Ու վերջ։ Եվ եթե չեմ սխալվում, լրագրողներն էլ չէ, այդ մրցանակաբաշխությանը այդպես շատ հատուկ կերպով չեն մոտենում, շատ չեն հրապարակումներ անում, այս դերասանը կամ այն դերասանը կամ այս ռեժիսորը կամ այն ռեժիսորը դարձան տարվա լավագույնը, եւ գուցե էդ էլ են նպաստում նրան, որ որոշիչ դեր ամեն դեպքում մրցանակը չի խաղում, այն որոշիչ դերը, որը մենք էինք սպասում։ Իրականում այս վերջի տարիներին մի քիչ ավելի շատացել են նյութերը արտավազդի հետ կապված, օրինակ անցած տարի, նախանցած տարի մի քանի անգամ հանդիպել եմ Facebook-ի feed-ում, որ ինչ-որ արտավազդի հետ կապված, ու այս տարի էլ հենց իրենք post արեցին արտավազդի էջում։ Հա, մի անգամից մի երկու կայքով տեսա ու իրականում մի քիչ զարմացա, որովհետև մի քանի տարի առաջ ընդհանրապես դրա մասին մենակ մենք էինք խոսում։ Հա, ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Եվ իհարկե կուզեմ, որ մի քիչ ավելի զարգանա դա, որովհետև շատ ավելի շատ մեր մեդիայում խոսում են, չգիտեմ, ով ում հետ բաժանվեց, չգիտեմ, ով ինչ նկար հրապարակեց, երկու դերասան իրար հետ ինչ որ կռիվ են արել, ինչ ապուշ բաներ, որ մարդկանց չգիտեմ ինչի ավելի հետաքրքիր է բնականաբար։ Բայց հա, քիչ են խոսում։ Թատրոնի մասին ընդհանրապես քիչ են խոսում, արտավազդը շատ։ Ես ասեմ, որ անձնական ինտրիգների մասին բոլոր երկրներում են ավելի շատ խոսում եւ բոլորին ավելի շատ հետաքրքրում է հայտնի մարդկանց այդ կողմը, ցավոք սրտի ավելի շատ, քան ստեղծագործական կողմը, բայց ամեն դեպքում ես համամիտ եմ քեզ հետ, որ այո, հատկապես թատրոնին պետք է ինֆորմացիոն առումով մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնել, ավելի շատ տարածել եւ դրա արդյունքում մենք կարող է նաեւ ավելի լավ թատրոն ունենանք եւ լավ հանդիսատես։ Իսկ այսպեսի մի հարց, պատասխանատվություն ամեն դեպքում մրցանակի հետ միասին ավելանում է, թե ոչ, քո ներքին պատասխանատվությունը։ Ինձ թվում է չի կարա չավելանա, որովհետև ինչքան էլ մենք շատ լուրջ չենք վերաբերվում այդ մրցանակին, ամեն դեպքում, երբ քեզ հարկ են համարել շնորհել մրցանակ տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի լինելու համար կամ ընդհանրապես ինչ որ որևէ մրցանակ, ավելի պատասխանատու ես զգում քո աշխատանքի մեջ արդեն։ Չնայած միշտ էլ պատասխանատու ես լինում, բայց ամեն դեպքում մի փոքր ավելի եւ ավելի երևի ավելի ինքնավստահ ես դառնում մի քիչ։ Չգիտեմ, ինչ որ հա երևի փոխվում է ինչ որ։ Ես մարդիկ գիտեմ, ովքեր նույնիսկ արհեստական ձևով փորձում են այնպես անել, որ այս կամ այն մրցանակները ունենան, որովհետև այդպես են ուզում, իրենք ուզում են լինել մրցանակակիր։ Կապ չունի, իրենք գիտակցում են, որ դրան արժանի են, թե ոչ։ Դու օրինակ երբևէ նման բանի կդիմեր, եթե հնարավորություն ունենայիր, այնպես անեիր, որ այդ մրցանակը քոնը լիներ։ Չէ, ինձ թվում է ես չէի հարգի։ Նու խափեմ ինչ որ մարդկանց օրինակ, անեմ այնպես, որ այդ մրցանակը իմը լինի, բայց իմը չի, եթե ես արժանի չեմ դրան, ում եմ խափում։ Վերջ-վերջո, եթե ես արժանի չեմ այդ լավ մրցանակին, այդ մրցանակը իմը չպիտի լիներ։ Չէ, երևի չէի անի։ Ամեն դեպքում այդ մարդիկ մտածում են, որ իրենք բոլոր մրցանակներն են արժանի։ Բայց կողքից գիտենք, չէ, ով արժանի։ Այնքան փոքր է շուկան, իսկապես մենք այնքան քիչ ենք, այնքան ամեն ինչ գիտենք, որ շատ դժվար է խաբել։ Ինձ թվում է, բոլորս տեղյակ ենք։ Բայց ամեն դեպքում պետք է ընդունենք նաև այն փաստը, որ շուկան փոքր է, մենք մեկս մյուսին շատ լավ գիտենք եւ իրականում կան մարդիկ, ովքեր իսկապես շատ մրցանակների էին արժանի, բայց չեն հայտնվում այդ մրցակցության դաշտում կամ անտեսվում են կամ չեն էլ փորձում մրցել կամ այս դեպքում չկան օրինակ պետական թատրոնում չկան եւ այդպես չեն առաջադրվում, չեն հայտնվում։ Այս տարբերակն էլ կա, ես ճանաչում եմ շատ շնորհալի մարդկանց, ովքեր Պարզապես այդ պատճառով չունեն։ Ռոզի, ես էլ լիքը մարդկանց գիտեմ, որ օրինակ ինստիտուտից դեռ, որ նայում էիր, որ ինչ-որ այդ մարդու մեջ ինչ-որ շատ հետաքրքիր բան կար, ստիմուլ կար, շնորհ կար, տաղանդ կար, որոնք որ ավարտելուց հետո ուղղակի ոչ մի տեղ չհայտնվեցին։ Ոչ պետական թատրոնում, ոչ կինոյում, ոչ սերիալում, ոչ մի տեղ։ Ինչ-որ շատ իմ կուրսից էլ են եղել մարդիկ, ովքեր որ հիմա շատ տարբեր բաներով են զբաղվում, ես ափսոսում եմ շատ, որովհետև ես գիտեմ, որ այդ մարդիկ, եթե ունենային այդ չգիտեմ, դա բախտը բերել է, թե դա բնավորություն է, հայտնվել ինչ-որ տեղ, ինչ-որ ճիշտ պահի,
Եթե իրենք ունենային այդ հնարավորությունն, ինք հնարավոր է այս մասնագիտության մեջ շատ լավ բաների հասնեին։ Իսկ գուցե ինչ որ պահի հիասթափվել են ու հիասթափությունն է իրենց հաղթել։ Գուցե, բայց ես էլ եմ օրինակ շատ ունենում։ Իսկապես շատ, որովհետև ես գիտեմ, որ ես օրինակ այն դերասանուհին չեմ, որ ունի այդ բնավորությունը առաջ գնալու։ Ես լիքը տեղեր սխալվել եմ մասնագիտության մեջ հենց հրաժարվել ինչ-որ պրոյեկտներից, որոնք որ ինձ կարային հայտնիություն բերեին, փող բերեին, ինչ-ինչ պատճառներով։ Մեկ-մեկ դուրս չի եկել, մեկ-մեկ ուրիշ պատճառներ եմ ունեցել, էական չի, բայց ես գիտեմ, որ ճիշտ չեմ վարվել իմ, ոնց որ չեմ կարողանում ինձ առաջ բրթեմ, ցույց տամ, չգիտեմ, մենակ այս հարցազրույցներ, որ եկել եմ, հա, իմ համար օրինակ շատ ես չեմ ունեցել երևի sense հարցազրույցներ, որովհետև ես հնարավորինս աշխատում այդ ամեն ինչից sense չլինեմ այդտեղ։ Ես ունեցել եմ օրինակ ֆիլմի պրեմիերա, որտեղ որ երկրորդական դեր եմ խաղացել, բայց լավ դեր, որը արժանի էր լինելու այդ կինոյում, ու ես պրեմիերային գնացել էի ամուսնուս հետ ու հիշում եմ տենց լիքը խառը մարդիկ ում չեն էլ ճանաչում կարմիր գորգով ինչ որ գնում են, նկարվում են, բան, ու ես տենց մոսի ձեռը բռնած ասում կարա ես սաղ բրցնի, մենք նոր մտնենք կինոն նայենք, որովհետև ես իսկապես ես կոմպլեքսավորվում եմ դրանից, ու ինձ թվում է օրինակ մեր մասնագիտության մեջ շատ սխալ է, որովհետև դու արել ես գործ, գնա կանգնի նկարվի, խի չես գնում, ես չգիտեմ խի ես չեմ գնում։ Այո, կա մեր գործի ստեղծագործական կողմը եւ կա կոմերցիոն կողմը, ու մենք պետք է փորձենք ամեն դեպքում որքան էլ որ դա բարդ է եւ ստեղծագործող մարդու համար իսկապես դա բարդ է, բայց պետք է բալանսավորենք եւ հասկանանք, որ այո, այստեղ ստեղծագործում ենք, իսկ այստեղ մենք կարմիր գորգին աստղեր ենք, հա, այսպես ասենք, ինչքանով որ հնարավորություն է տալիս մեր կինոինդուստրիան։ Մի փոքր խոսենք, այ ասացիր, որ շատ նախագծերից հրաժարվել ես, դու չես լինում շատ հաճախ հեռուստասերիալներում։ Ինքդ ես մերժում, թե քիչ ունես նաև առաջարկներ։ Ժամանակին, Ռոզի, ես իմ առաջին ֆիլմը արտնացիր ֆիլմներ կարծեմ, որ ավարտեցի ու միանգամից նկարվեցի, չէ, այդ արանքում ինչ-որ սերիալ էր, իրական չի։ Հետո միանգամից առաջարկ ստացա ՀՄԵԿ-ից, Մհեր Մկրտչյանից նկարվելու նովելում 12 մասանոց, ու իսկապես շատ հետաքրքիր դերեր ու տենց երևի շատ հաճույքով ամենատենց հոսանքին հակառակ, հա, շատ հաճույքով աշխատել այդ դերի վրա այդ պրոյեկտում, ու այդ պրոյեկտից հետո ինձ ՀՄԵԿ-ից կոնկրետ լիքը առաջարկներ եկան շատ լավ դերերով, որոնցից ես հրաժարվեցի։ Ինչու՞։ Թատրոնի պատճառով, ժամանակ չունենալու պատճառով, գումարը քիչ էր չէի ուզում, ինչ-որ sense խառը պատճառներով, հետո Armenia TV-ից ինչ-որ առաջարկներ կային, ու իսկապես լավ դերերով, հիմա հերթով չեմ ուզում պրոյեկտները հիշել, բայց հիմա ափսոսում եմ, որ չեմ նկարվել, որովհետև շուկան շատ փոքր է ու քեզ շատ հեշտ մոռանում են։ Ու բացի մոռանալուց, եթե ես անընդհատ գնում եմ քաստինգի, ինձ հաստատում են, ես հետո ասում եմ, չէ, չեմ ուզում, այս չեմ ուզում, այն չեմ ուզում, ինձ երրորդ անգամ, չորրորդ անգամ էլ չեն կանչի։ Պահ եկա, որ ես հասկացա, որ ինչ առաջարկ լինի, եթե խելքին մոտ է, չեմ մերժելու, նկարվելու եմ։ Ու այդպես ունեցա մի քանի պրոյեկտ, որ հիմա օրինակ փոշմանում եմ, որ նկարվել եմ։ Այդտենց ինչ-որ սխալ բաներ եմ արել լիքը մասնագիտական, բայց հիմա չեմ ասի, որ շատ առաջարկներ եմ ունենում։ Լինում են առաջարկներ, որոնց համաձայն եմ լինում, բայց ինչ-որ պայմաններով։ Ինչ-որ գումար հստակ, որ ինձ պետք է այդքան տան, որ ես նկարվեմ։ Ու դա նենց չի որ խելքին մոտ գումար չի։ Ես կարծում եմ, որ արժանի եմ այդքան գումար ստանալու։ Բայց լիքը լինում է, որ օրինակ չեն տալիս պրոդյուսերները այդքան գումար, որովհետև իրենց համար էական չի կնկարվի Միլենան, Ռոզին, թե լրիվ ուրիշ մարդ։ Ընդհանրապես, իհարկե, բացարձակ էական չի։ Վաճառողի։ Իսկ երևի ավելի լավ է, որ տենց պրոյեկտում ես չլինեմ, որովհետև եթե այդ դերի համար ինձ հետաքրքրված չեն հենց կոնկրետ ինձնով ու մեկով կնկարվի, ուրեմն երևի լավ պրոյեկտ չի էլի։ Վերջերս դու Կիրակոսյան Գորի վերջին ֆիլմում կայիր, չէ՞։ Փոքր դերով, բայց ամեն դեպքում հետաքրքիր կերպար էր։ Հա, Ռոզի, մի տարի չէի նկարվել, ու տեն զանգեցին ինձ Գորի կինոյի համար։ Գորին չէի ճանաչում, բայց շատ լսել էի իր մասին ու իր ֆիլմերը նայել էի։ Ասի ուզում եմ ծանոթանամ այդ ռեժիսորի հետ, կգնամ այդ քաստինգին։ Գիտեի, որ փուճուրիկ դեր է։ Տենց շատ ես միշտ հուզվում եմ քաստինգներից առաջ, որովհետև մտածում եմ ինձ ոնց պետքա պահեմ, ինչ պետքա անեմ։ Սենց մտա Գորին տեսան, հենց հեշտ ու սենց հանգիստ միանգամից դասավորվեց ամեն ինչ ու հետո որ քաստինգը անցա, տենց զանգեցին, հաստատեցին բան, ես տենց շատ ուրախ էի, որ չնայած շատ փոքր դեր է, շատ մի էպիզոդում կամ փուճուրիկ, բայց շատ հաճույքով եմ աշխատել Գորի հետ, որովհետև իսկապես ու պլաշետկայում բոլորը այնքան պրոֆեսիոնալ էին աշխատում, նենց հավես էին աշխատում, որ ես չփոշմանեցի, որ մի տարի դադարից հետո տենց փոքր դերով ինչի՞ չէ կարելի լինի։
Դու թատրոնում աշխատել ես եւ այն ժամանակ, երբ Մհեր Մկրտչյան էր եւ իր օրոք ես ընդունվել թատրոն եւ Տաթևիկի հետ Մելքոնյան, ժամանակավոր պաշտոնակատարի տնօրենի, երկու տարբեր, այսպես ասած, ղեկավար մարմինների հետ ես աշխատել։ Ինչ տարբերություն կա թատրոնում, ինչպիսին էր առաջ թատրոնի ստեղծագործական կողմը եւ նաեւ ներքին խոհանոցը եւ հիմա ինչպիսին է։ Որպես դերասանուհի իմ տեսանկյունից ես հնարավորինս իմ բոլոր ուժերը ներդնում եմ պրոֆեսիոնալ ու ֆուլ գործանելու համար։ Կապ չունի եւ այն ժամանակ եւ հիմա։ Այն ժամանակ ավելի մեծ զբաղվածություն եմ ունեցել օրինակ թատրոնում, համարյա բոլոր ներկայացումների մեջ զբաղված էի։ Հետո 2 տարի դադարից հետո բնականաբար մենք հիմա ունենք ուրիշ խաղացանկ, մենք ունենք ուրիշ դերասաններ ու հիմա բնականաբար օրինակ իմ զբաղվածությունը այդքան մեծ չի թատրոնում։ Բայց ես դրա հետ շատ հաշտ եմ, ես սպասում եմ նոր դերերի եւ բացարձակ անկեղծ բնականաբար ուզում եմ աշխատել։ Մեկ-մեկ սենց այն օր Մոսին էլ էի ասում նոր ներկայացում եմ ուզում, նոր պրեմիերա եմ ուզում ու կապ չնայած որ Մոս օրինակ կապ չունի մեր մասնագիտության հետ, ինքս ասում ես եմ կարոտել, երբ որ սենց տուն ես գալիս ու այդ նախապրեմիերայի տրամադրությամբ ես գալիս։ Հիմա մի քիչ տենց շրջանամոտս, որ օրինակ այս պահին մեր թատրոնում ինչ որ նոր բան չունեմ անելու ու նեղվում եմ դրանից մի քիչ։ Բայց շատ առանց խնդիր չի լինում Ռոզի, այն ժամանակ էլ ինչ որ իր խնդիրները կար բնականաբար եւ մեր մեջ, դերասանների մեջ, բնականաբար բոլոր թատրոններում, իսկ մենակ թատրոններում չէ, յուրաքանչյուր հիմնարկում, որտեղ որ լիքը մարդ է աշխատում, չի կարող խնդիր չլինի։ Բայց երկու դեպքում էլ քեզ կոմֆորտ է եղել այդ թատրոնում։ Չեմ կարող ասեմ, որ խնդիրներ չեմ ունեցել այն ժամանակ։ Ունեցել եմ շատ անձնական խնդիրներ, ինչ որ էական չի, չեմ ուզում շատ խոսել դրա մասին, բայց ես շնորհակալ եմ իմ այդ փորձի համար։ Ես լավ օրեր շատ եմ ունեցել այն ժամանակ էլ, հիմա էլ շարունակում եմ ունենալ ու շատ ուրախ եմ եւ երջանիկ եմ, որ ժամանակ եմ եղել թատրոնում, հիմա էլ կամ ու լիքը բան եմ սովորում։ Ինձ թվում է այն ժամանակ իմ sense հասունացման շրջանն է եղել թատրոնում, որովհետեւ ես ամեն դեպքում շատ պուճուր եմ եղել։ Ես հիմա եմ հասկանում, որ ես պուճուր եմ եղել, երբ որ ընդունվել եմ թատրոն, որովհետեւ 16 թվականին ավարտեցի, 17-ին եմ կարծեմ ընդունվել Մհեր Մկրտչյան, ու ես սպասում էի, որ լինելու այն վատ, որ քեզ, չգիտեմ, կոշիկների հետ մեջ բան են լցնելու, չգիտեմ, կոտրտած, որ չգիտեմ, ինչ-որ թատերային բան հումորներ կան, չէ՞, որ տենց տակդ փորելու են, բայց տենց բան չի եղել անկեղծ։ Մեր դերասանները շատ իրար աջակցելու բնավորություն ունեն, շատ իրար հետ լինելու բնավորություն ունեն։ Մեծերը ջահելներին չեն խեղդել ճնշել։ Ես անկեղծ չեմ ունեցել տենց բան։ Անկեղծ ինձ շատ լավ են ընդունել դերասանները։ Բայց ես այն ժամանակ շատ երեխա էի, հիմա եմ հասկանում։ Բայց դու ընդունվեցիր թատրոն, երբ արդեն Մհեր Մկրտչյան գեղարվեստական ղեկավար։ Երբ ինքը դուրս եկավ, շատ դերասաններ, որոնց ինքն էր այսպես ասած բերել թատրոն, իր հետ միասին դուրս եկան, բայց դու որոշեցիր մնալ թատրոնում։ Այ ինչը քո որոշմանը նպաստեց։ Ռոզի, ես ստեղծագործող մարդ եմ, ու ես կարծում եմ, որ ես պետք է ստեղծագործեմ այդ թատրոնում, որովհետև ես չգիտեմ ինչի համար է տեղի ունենում այդ ամեն ինչը, то есть ինչի՞ է ղեկավարություն դուրս գալիս, գիտեմ, բայց ես չեմ խոսում դրա մասին, որովհետև ես շատ չեմ հասկանում դրանից, իսկ ես չեմ սիրում խոսել մի բանի մասին, այս բaragam քաղաքականությունից կամ ինչ որ այդ տեսակ բաների մասին, որովհետև ես շատ լավ չեմ հասկանում դրանից։ Ես քաղաքագետ չեմ, ես չգիտեմ, կինոքննադատ չեմ, որ մեկ էլ Facebook-ում տենց է, չէ՞, փոխվում է, մեկ քաղաքագետ են դառնում, մեկ կինոքննադատ են դառնում մարդիկ, ես ընդհանրապես քիչ եմ խոսում։ Գետեր են դառնում, կինոգետ, քաղաքագետ։ Իսկապես ես մտնում եմ ինչ որ տենց թեմա, մեկ է բոլոր դրա մասին խոսում են շատ ակտիվ։ Իրենց կարծիքը, ես ունեմ իմ կարծիքը, բայց ես չեմ կարծում, որ ես հանրային պիտի խոսեմ դրա մասին, որովհետև ես շատ չեմ հասկանում դրա մասին։ Եվ իմ թատրոնում մնալը շատ ուղիղ կապ ունի այդ, որ ես ուղղակի ուզում եմ ստեղծագործել եւ ես սիրում եմ թատրոնը շատ։ Մհեր Մկրտչյան թատրոնը երևի եղել է իմ կյանքում տենց շրջան, որ ես ավելի շատ այնտեղ եմ անցկացրել, քան տանը։ Ու իսկապես կապված եմ այդ թատրոնի հետ։ Եվ այո, ես որևէ ուրիշ բանի հետ կապ չունեմ։ Ես չեմ ուզում խառնվել ուրիշ թեմաների մեջ, որոնք որ ինձ չեն վերաբերվում եւ որոնք որ իմ հետ կապ չունեն, ես կապ չունեմ այդ թեմաների հետ։ Իսկ դերասանները, որոնք դուրս եկան, ամեն դեպքում նկատել ես, որ ինչ որ կերպ քեզ դիտարկում էին որպես դավաճանի, այդպես մենք դուրս եկանք, իսկ դու ոչ։ Ռոզի, ես հստակ խոսակցություն չեմ ունեցել, բայց բնականաբար ես ունեցել եմ սպասելիքներ, որ այդպես լինելու է, այդպես մտածելու են։ Այդպես մտածելու են։ Ես հարազատ մարդիկ եմ ունեցել այդ թատրոնում, որոնք դուրս են եկել։
ու ես շատ ափսոսում եմ, որ մենք հիմա իրար հետ չենք շփվում եւ շատ տենց կհուզում եմ հեսա իսկապես տենց ցավոտ թեմա իմ համար շատ է, բայց ամեն մեկս մեր ճիշտը երևի ունեինք, մենք չենք վիճել, ես ոչ մեկը չեմ վիճել անկեղծ, բայց հա բնականաբար հնարավոր է, որ ինձ ընկալել են որպես դավաճան, բայց ես իմ որոշումներ ունեմ, ես չեմ կարծում, որ ես դավաճանում եմ, ես ունեմ իմ որոշումները եւ ունեմ իմ պատճառները, ինչի եմ ես վարվում որևէ կերպ։ Դու աշխատում ես եւ պետական թատրոնում եւ կոմերցիոն թատրոնում, այս դեպքում Մեր Մկրտչյան եւ Տանիք։ Դու կարող ես հստակ լավ հասկանալ, մոդելը տեսնել, թե այսօր ուր է գնում մեր թատրոնը։ Ինչպիսին է մեր թատրոնը հիմա։ Նենց հետաքրքիր է, մենք միշտ դերասաններով օրինակ բողոքում ենք, որ ասում ենք, բան հանդիսատես չունենք, հանդիսատեսը մենակ կոմերցիա է սիրում, չէ՞, ինչ որ տենց խոսակցություններ կա, բայց նույն լրակյաց հիվանդի ժամանակ շատ է եղել Ռոզի, որ եկել են մարդիկ, ովքեր որ վիզուալ քեզ թվում է, այս մարդիկ պետք է գնային բան կոմեդիա նայեն, ինչ որ տենց մարդիկ են, էլի, սենց իրենք տենց թրիլեր դրամա նայող մարդիկ չեն օրինակ, բայց մեր ներկայացում ժամ 40 րոպե է տևում, ծանր։ Ու եղել է ես դուրս եմ եկել, ու Ռոզի նենց մարդիկ, որ ես կյանքում չէի սպասել, որ նման կոմենտներ կանեն, ինձ նենց բաներ են ասել ներկայացման մասին, շնորհակալություն հայտնելով, ասելով, որ իրանք խորացել են իրենց մանկությունը, իրենց մանկության տրավմաները, չգիտեմ, այսինքն մարդիկ, ովքեր որ մենք ենք մեկ կասկածում հանդիսատեսի վրա։ Այսինքն ամեն դեպքում առաջարկն է ծնում պահանջը։ Այո, հա, որտեղ մենք Եվ մենք պիտի լինենք թելադրողը։ Հա, մենք երբեմն կասկածում ենք հանդիսատեսի ճաշակի վրա, հա, որովհետև ասում ենք դե կոմեդիա են ուզում, կոմեդիա կտանք։ Չէ, բայց կարող է լավ բան տանք, այդ մարդիկ նայեն օրինակ։ Իսկապես, որովհետև լավ բան շատ քիչ կա։ Ու բնականաբար սովորական հանդիսատեսը սովոր չի հնարավոր է դրան։ Բայց ես շատ ունեմ ծանոթներ, ովքեր որ թատրոնի հետ որևէ կապ չունեն, ու երբ որ ես իրենց առաջարկում եմ ինչ-որ գնալ թատրոն ներկայացում նայել, իրենք ասում են Միլենա, մենք նայել ենք, մեզ դուր չի եկել։ Ես գնացել եմ Հայաստանում թատրոն, ասում են ինձ դուր չի եկել, ես չեմ ուզում էլ թատրոն գնամ։ Ու ես հասկանում եմ, որ երբեմն կան ներկայացումներ, որ եթե ես էլ որը կապ չունես մասնագիտության հետ գնայի նայեի, ես էլ չէի ուզենա։ Երբեմն կան, որ դու կապ ունես այդ մասնագիտության հետ, բայց ափսոսում ես, որ գնացել ես ամեն դեպքում։ Չես ուզենա նայել։ Ես այդպես Մոսկվայում գնացի մի քանի ներկայացում նայեցի տարիներ առաջ։ Ռոզի հետ է եկել, ասում եմ մենք ինչով ենք զբաղվում այստեղ։ Դուրջ, այսինքն հասկանում եմ, որ ինչքան sense եւ բյուջեի տեսանկյունից, մենք լավ դերասաններ շատ ունենք։ Իսկապես շատ լավ դերասաններ ունենք։ Թատրոնի պայմանները։ Հա, մենք անդադ փող չունենք, չգիտեմ, բյուջեն քիչ է, սա դերասանի վրա, չգիտեմ, Լուիսը լավը չի, դերասանը մեկը լավը խաղ։ Ինչ որ sense ամեն ինչ դերասանի վրա է, ու իսկապես կան լավ դերասաններ, ովքեր որ ափսոս են, որ չեն կարողանում օգտվել այդ, չգիտեմ, լավ պայմաններից ու ունենալ դա ավելի լավը լինելու համար։ Իսկ հանդիսատեսից խոսեցիք, Տանիքի ու պետական թատրոնի հանդիսատեսը տարբեր հանդիսատեսներ են։ Երբեմն լինում է, որ նույն մարդկանց հանդիպես եւ այնտեղ։ Այդպես եղել է երևի հիմնականում ծանոթների մեջ, որ այնտեղ եմ տեսել համեստեղ, բայց ընդհանրապես Տանիքի հանդիսատեսը ամեն ներկայացում Տանիքում շատ տարբեր հանդիսատես է ունենում։ Չգիտեմ դու ֆիքսել ես թե չէ, բայց իմ բոլոր ներկայացումների հանդիսատեսները մեկը մեկը շատ տարբեր, իսկապես մենք խաղում ենք լրակյաց հիվանդը, գալիս է լրիվ ուրիշ մասա, մենք խաղում ենք Ռոմեո եւ Ջուլիետը, գալիս է լրիվ ուրիշ։ Իսկապես կատեգորիկ տարբեր հանդիսատես։ Ու եթե անգամ Տանիքում մի ներկայացումից մյուսը այդ տեսակ տարբերություն կա հանդիսատեսի, բնականաբար Մեր Մկրտչյանում էլ հստակ ուրիշ հանդիսատես կա։ Կարծում եմ այնտեղ էլ երևի է ներկայացման։ Բայց ամեն դեպքում պետական թատրոնները ունեն իրենց հանդիսատեսը, որովհետև Տանիքը այս դեպքում կոմերցիոն թատրոն է, ինքը ուրիշ հարթակի վրա է եւ այն մարդուն, որ դասական թատրոն չի սիրում նայել, կարող է հետաքրքրի Տանիքը, բայց ինքը արդյոք կգա պետական թատրոնը իրեն կհետաքրքրի։ Կա այդ ձևավորված հանդիսատեսը Մեր Մկրտչյան թատրոնի։ Նայ վերանորոգման գնալուց առաջ մենք ունեցել ենք հանդիսատես, որը որ եղել է մեր թատրոնի հանդիսատեսը։ Բայց երբ որ թատրոնը գնում է վերանորոգման, այն էլ 2 տարով, դու կորցնում ես բնականաբար հանդիսատեսի մեծ քանակ դու կորցնում ես։ Հիմա ես կարծում եմ, որ մենք վերականգնման փուլում ենք ավելի շատ եւ ներկայացումների առումով։ Այսինքն մենք դեռ ինչ որ խաղացանք ունենք, որը որ հստակ ոչ չունենք, մենք խառը ստեղծագործում ենք, որովհետև հենց հիմա թատրոնը վերականգնվում է եւ գեղագիտական առումով, որովհետև առաջ տարբեր ամեն ղեկավարի հետ փոխվում է թատրոնի ձեռագիրն ու գեղագիտությունը։ Այն ժամանակ ուրիշ էր, ձևավորված հանդիսատես կար, հիմա գեղագիտությունը թատրոնի ուրիշ է։ Հանդիսատեսն էլ է փոխվում դրանից, Ռոզի։ Հիմա օրինակ ես շատ սիրում եմ այն ինչ որ հիմա է կատարվում մեր թատրոնում, որովհետև վիզուալ առումով, չգիտեմ, էսթետիկայի առումով, սա շատ ավելի մոտ է ինձ եւ շատ ավելի գրավիչ է իմ համար։ Ես հաճույքով եմ ստեղծագործում այնտեղ, որտեղ որ ճաշակ կա։
Բացի նյութից, որ կարա լավ նյութ լինի, լավ նյութով ներկայացումը կարա նենց կոտրեն ու նենց վատ ներկայացնեն էսթետիկ առումով, որ չուզենաս նայել։ Բայց ներկայացումներ են եղել, ես ինքս գնացել նայել եմ, որ ոչ մի բան չեմ հասկացել, անկեղծից նայել եմ, ասում եմ, խի չեմ հասկանում ոչ մի բան, բայց վիզուալ առումով այնքան է դուրս եկել, որ չեմ կարծել ոտնկայս, օրինակ ծափ չտամ։ Որովհետև անկախ քեզից այդ վիզուալը մեկ-մեկ քեզ խափում է։ Իսկ հիմա մեր թատրոնում օրինակ այդ երկուսի շատ սիրուն sense միաձուլումն է, որ համ ինձ համ ռեժիսուրանա դուր գալիս, օրինակ տատայից շատ հավես ենք աշխատել, շատ, որովհետև ես շատ եմ սիրում, օրինակ որ ռեժիսորը ինձ եւ ուղղորդում է, sense մեջքիս կանգնած, համ էլ sense ազատ է թողնում, որ չի ստիպում, որ ես օրինակ այդ կերպարը ոնց ինքը պատկերացրել է, sense հագնեմ ու всё, տենց լինեմ, որովհետև ես էլ իմ օրգանիկան ունեմ։ Հնարավոր է ինձ կոմֆորտ չի նենց ոնց ինքն է պատկերացրել։ Իսկ տատայի պարագայում օրինակ մենք ինձ հավես ենք աշխատում, որ ինքը համ sense տալիս էր լիքը, համ էլ թողնում էր, որ ես ազատ լինեմ ու ես ստեղծագործեմ իմ օրգանիկայի մեջ, ինձ հարմար, չգիտեմ, լավ է հիմա, դուրս գալիս է, չգիտեմ։ Խոսքի ընթացքում անդադ մեջ բերում էիր անում ամուսնուդ, որ ամուսինդ ինչ-որ տարբեր հարցերում, հա, քո կողքին է, թեև թատրոնի մարդ չի թատրոնում չի աշխատում, բայց ամեն դեպքում արդեն վաղուց ինչ քեզ հետ ամուսնացած է, թատրոնի մարդ է։ Այ հետաքրքիր է, դերասանների մեծ մասը երիտասարդ տարիքում չեն ամուսնանում։ Ինչպես եկար այդ որոշմանը, ոնց հասկացար, որ այո, գտել ես այն միակի եւ պետք է ամուսնանաս։ Իրականում չեմ կարծում շատ երիտասարդ եմ ամուսնացել, 27 էի կարծեմ։ Իմ համար երիտասարդ։ Ռոզի երևի ամենակարևոր բանը այն է, որ գտնես այդ սիրահարվածություն, սեր, որը որ կինոներում սենց շատ սիրուն մեկ-մեկ նայում ես թատրոնում պոպոշա մեջ, հա, իրականում այդ ամեն ինչի մեջ չի ամեն ինչ, որովհետև շատ ավելի խորն է եւ շատ ավելի ուրիշ բանի մասին է, էլի ընտանիքը։ Չեմ կարող ասել, որ ես Մոսին հենց տեսել եմ, միանգամից դա գիտակցել եմ, բայց ինքան սենց հարմար ենք եղել իրար, ինքան սենց լրացրել եմ, Մոս շատ հանգիստ մարդ է, շատ։ Ես հանգիստ չեմ, ես շատ էմոցիոնալ եմ, ես կամ պայթեմ միանգամից, հետո փոշմանեմ, որ տենց եղել է։ Մոսը կմտածի, չգիտեմ, մի հատ սենց սիտուացիան կմտածի, նոր կխոսի օրինակ, ես չէ։ Ու մենք սենց շատ սիրուն իրար լրացնում ենք, շատ, հա։ Ու հետո իրար հասկանալու, իրար ընդունելու։ Մենք երկուսս էլ իրար համար շատ իդեալական չենք բնականաբար։ Ինքը իր խնդիրները ունի, ես իմ խնդիրները ունեմ, բայց այնպես չէ որ մենք վեճեր չենք ունենում։ Մենք շատ ենք ունեցել վեճեր ասած մենք կռված չենք մնում իրար հետ, այդ ամենալավն է երևի, որ չի լինում, որ նեղացանք ու չենք խոսում։ Բայց քննարկել էլի, չգիտեմ, ընդունել իրար, որ դու չես պետք չի ամեն ինչը փոխել մարդու մեջ։ Շատ կարևոր է փորձել հասկանալ ինչի է ինքը տենց ու ընդունել դա։ Չգիտեմ, իսկ պրոստը Մոսին տեսնելուց ես հասկացա, որ ինքը այն մարդն է, ում հետ ես ուզում եմ ապրեմ, ում հետ ես ուզում եմ ընկերություն անեմ մինչև կյանքի վերջ, որտեղ այդ ընկերություն անելը շատ կարևոր բան է, էլի, ամուսնության մեջ ինձ թվում է։ Իսկ քո ներկայացումներից հետո գուցե շատերը քո հանդիսատեսից, թեև սոցիալական հարթակներից հիմա մենք իմանում ենք ցանկացած մեկի անձնական կյանքը, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր չգիտեն, երկրպագուներ լինում է, որ քեզ ինչ-որ ներկայացումից հետո գրում են, չգիտեմ, սիրուն բառեր են գրում։ Եթե այո, Մոսը ինչպես է դրան արձագանքում։ Հա, եղել է, որ գրել են, նամանդ եթե ներկայացման հետ կապված են գրում, շատ սիրով արձագանքում եմ դրան, շնորհակալություն եմ հայտնում։ Մոսը շատ սթափ, շատ Մոսը բացարձակ այդ թեմաներով խանդոտ չի, նաև թատրոնում ես ունեմ դերեր, որտեղ որ համբուրվում եմ օրինակ եւ Մոսի համար դա շատ սովորական, շատ նորմալ է, որտեղ դա իմ մասնագիտությունն է։ Մենք ամենասկզբից դա քննարկել ենք, որովհետև Մոսը գիտի, եթե լինի առաջարկ, որտեղ որ կա օրինակ բաց տեսարան կամ համբույր տեսարան եւ այդ առաջարկը չգիտեմ, որ այնպեսի ֆիլմ է օրինակ կամ ներկայացում, որը որ արդարացված չի այդ տեսարանը կամ էսթետիկ չի, լավը չի, ուղղակի է, ինքը գիտի, որ ես չեմ համաձայնվի։ Չնայած նրան, որ մենք միշտ իրար հետ քննարկում ենք իմ յուրաքանչյուր առաջարկ, ինձ եկած։ Եվ եթե ես համաձայնվել եմ այդ դերին, ուրեմն տենց պիտի լինի։ Արժանի ես համարում այդ։ Ինքը շատ սթափ ու շատ առողջ է նայում այդ ամեն ինչին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ իրան, որովհետև հարաբերությունների մեջ դա շատ առողջ բան է բերում, էլի։ Շատ վատ է, երբ որ այդ առումով քեզ չեն աջակցում, չեն հասկանում։ Իսկ Միլենա Ավանեսյանը ինչի հանդեպ իմունիտետ չունի։ Ստի երևի։ Ես վախենում եմ շատ ստից։ Ես նենց հեշտ բռնող չեմ սուտը, կարող է ինձ կարենան խափեն, բայց դա երկար չի տևում ու ինձ շատ կոտրում է այդ, ես չեմ սիրում որ սուտ են խոսում։
ու ես էլ աշխատում եմ սուտ չխոսել, աշխատում եմ, հա, սուտ չխոսել, փորձում եմ։ Շատ շնորհակալ եմ քեզ, որ այստեղ էիր եւ որ անկեղծ զրուցեցիր ինձ հետ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։